Շագանակագեղձի առողջությունը շատ կարևոր է։ Հարվարդի համալսարանի գիտնականները 18 տարի շարունակ ուսումնասիրել են 32,000 տղամարդու։ Արդյունքները փաստել են, որ այն տղամարդիկ, ովքեր ամսվա ընթացքում ունենում են առնվազն 21 սերմնաժայթքում, նրանց շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 33%-ով ավելի քիչ է, քան նրանք, ովքեր դա անում են ամսվա ընթացքում 4-ից 7 անգամ։ Սա նշանակում է, որ 21 անգամը ընտրվել է որպես իդեալական ցուցանիշ, անկախ նրանից, թե դա տեղի է ունենում զուգընկերոջ հետ, թե ինքնաբավարարման ժամանակ։ Այստեղից հետևություն, կանոնավոր սեռական կյանքը անչափ կարևոր է, հաճելի է եւ ունի կենսական կարևոր նշանակություն։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի քեզ գիշեր։ Երբ երեխաները անհարմար հարցեր են տալիս իրենց ծնունդի, ծագման, մարմնի մասերի, հակառակ սեռի հետ տարբեր լինելու մասին, շատ ծնողներ շփոթվում են, կարմրում, խառնվում եւ սկսում պատմել արագիլի ու կաղամբի մասին ավանդական պատմությունները։ Գիշերային այս զրույցի ընթացքում մենք հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ կխոսենք կրտսեր դպրոցական երեխաների սեռական դաստիարակության խնդիրների մասին։ Խնդիրներ, որոնք կան, բայց քննարկված չեն։ Մարիամ, բարի ուշ գիշեր, շնորհակալ եմ, որ այսօր իմ հյուրն եք։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ 5-ից 10 տարեկան ժամանակահատվածը բավականին լայն միջակայք է։ Շատ ծնողներ ասում են, որ պետք չի խոսել եւ նույնիսկ գտնում են, որ դրա անհրաժեշտությունը հետագայի համար էլ չկա։ Ինչ է ասում հոգեբանությունը։ Արդյոք այս տարիքում պետք է խոսել եւ ինչից պետք է սկսել։ Երբ որ խոսում ենք սեռական դաստիարակության մասին, հարկ է հիշենք, որ այո, հիմնականում 4, 5, 6 տարեկանից սկսած երեխաները սկսում են հետաքրքրվել ու նաև բարձրաձայնել իրենց հետաքրքրությունը սեփական մարմնի սեռական օրգանների մասին։ Իհարկե, ովքեր ծնող են կամ երբևէ տեսել են, լսել են, կփաստեն, որ նույնիսկ 1-2 տարեկան երեխան սկսում է իր սեռական օրգանները շոշափել, ուսումնասիրել, բայց որպես այդպիսի հարցեր առաջանում է, երբ որ խոսքը սկսվում է ձևավորվել ու ավելի գիտակից է լինում։ Միգուցե ինչ-որ երեխա ընդհանուր միջև 3 տարեկանում հարցնի, բայց 5-6 տարեկանը այն փուլն է համարվում, երբ որ երեխաները ունեն իրենց մարմնի ամբողջական ընկալում, երբ որ իրենց խոսքը շատ լավ զարգացած է եւ նաեւ ծնողների հետ կոմունիկացիայի ընթացքում ակտիվ կարող են հարցեր տալ։ Հաճախ ունենում ենք իրավիճակ, որ մեր հասարակության մեջ, այստեղ ուզում եմ շեշտեմ մեր հասարակությունը, որովհետև հայաստանյան իրականության մեջ ծնողավարման ու սեռական դաստիարակության նորմերը այլ են եւ եվրոպական կամ ամերիկյան մշակույթում այլ են, բայց անկախ մշակույթից երեխան ունի իր հոգեկանի առանձնահատկություններն ու օրինաչափությունները, բոլոր երեխաները հարցեր տալիս են։ Ուստի այսօրվա մեր հաղորդման ու քննարկման ժամանակ փորձելու եմ հայ ծնողների ու հայ իրականության համար մի քիչ տեղայնացված մեթոդներ ու առաջարկներ անեմ։ 5-6 տարեկանում երեխան երբ որ սկսում է հարցեր տալ կամ միգուցե ծնողը նկատում է, որ երեխան ավելի շատ է ուսումնասիրում իր սեռական օրգանները, շատ կարևոր է, որ ավելորդ մեղքի զգացում չառաջացնի եւ չքննադատի։ Ամենաառաջին կարևոր կետը։ Հաճախ ծնողները քննադատում են, սուր են արձագանքում։ Թերապիայի ընթացքում ունեցել եմ դեպքեր, երբ որ հասուն տարիքում այցելուս հիշել է, որ մանուկ ժամանակ իր հայրը կամ մայրը մեղադրում էին իրեն, օրինակ, իրեն ուսումնասիրելու, շոշափելու կամ շոյելու համար։ Ուստի կարևոր է դաստիարակությունը սկսելու առաջին կետը լինի չքննադատելը, չմեղադրելը։ Առաջ գնալով շատ կարևոր է երեխայի հարցերին տալ համապարփակ պատասխան ու եթե հանկարծ ձեզ համար անակնկալ է, չունեք հարցի պատասխանը, ուղղակի երեխային ասել, որ բալես կճշտեմ կասեմ։ Երբեմն մենք մատ ենք թափ տալիս, ասում ենք, քո ինչ ժամանակն է նման հարցեր ես տալիս, խառնվում ենք, ամաչում ենք, բարկանում ենք,
բայց երեխան չի հասկանում, ուստի ծնողներ ջան, եթե այդ պահին անակնկալի եք եկել, չունեիք տարբերակ հարցին պատասխանելու, պատրաստ չեք, բայց պայմանով, որ պետքա հետ գաք ու պատասխանեք, այսինքն չենք ցրում ճակերտավոր եւ չենք խափում երեխային։ Երբեմն մենք ծնողներս նախաձեռնությունը չենք վերցնում մեր ձեռքը եւ կարծում ենք, որ երեխան սեռական դաստիարակություն կունենա ճակերտավոր բակում ընկերների հետ կամ կգա իր տարիքը եւ այդ տարիքում կիմանա, բայց հակառակ պարագայում մենք ունենք նաեւ գadgetների արկայություն երեխայի կյանքում, երբ որ շատ ավելի վատ ձևով են երեխաները ինֆորմացիա իմանում եւ իրար փոխանցում։ Սեռական դաստիարակությունը ենթադրում է, որ երեխային եւ ծանոթացնում ենք իր սեռական օրգաններին, ընդհանուր միջև անունների անվանումը եւ վերջացրած թե օրինակ որտեղից են մարդիկ ձևավորվում, պլյուս սահմանների մասին է նաև սեռական դաստիարակությունը։ Երբեմն երեխաները չգիտեն, կաշկանդվում են, որ եթե դա հաճելի չէ եւ չես ուզում թեկուզ ձեր բակի պապիկը կամ X անց քեզ գրքի համբուրի, շատ նորմալ է ասել, որ կներես չէ։ Այսինքն խոսելով սեռական դաստիարակության մասին, եկեք ֆիքսենք, որ մենք խոսում ենք ոչ միայն սեռական օրգանների, սեփական անձի խնամքը եւ հիգիենան է մտնում սեռական դաստիարակության մեջ, այլև սահմանների մասին ենք մենք մեր երեխաների հետ խոսում եւ այս սահմանների արկայությունը եվրոպական էքսպերիմենտները եւ փորձը ցույց է տալիս, որ երբ որ սեռական դաստիարակությունը ու իրազեկումը երեխաների շրջանում մեծացել է, հիշելով, որ հիմքը 5-6 տարեկանում է սկսում, որոշ դեպքերում ավելի վաղ, սեռավարակների թիվը քչացել է, անցանկալի հղիությունների թիվն են քչացել, որովհետև երբեմն մենք վախենում ենք խոսանք, որ երեխաները չկենտրոնանան այս թեմաների վրա, բայց մեր երեխաները պարզվում է վաղուց ունեն ավելի վատ ինֆորմացիա, ավելի աղավաղված ու իրականության հետ կապ չունեցող։ Ուստի կարևոր է ծնողը լինի գլխավոր ու առաջին մարդը, ով երեխային օգնում է թե սեփական մարմինը ճանաչելու process-ում, թե հարցերին է պատասխանում, թե նաև երեխայի հետ հոգատար, բաց ու անքննադատ է։ Անձնական սահմաններին մենք դեռ կանդրադառնանք։ Ուզում եի հատկապես նշել, որպեսզի մեզ դիտողները անեն հետևություն։ Նորմալ է, որ 5-ից 10 տարեկան երեխան տալիս է հարցեր, հետաքրքրված է, հատկապես իր մարմնով, իր մարմնի սեռական դրսևորումներով եւ փոփոխություններով, ինչու եմ ես շեշտում, որովհետեւ բազմաթիվ են այն դեպքերը մեր պրակտիկայում, վստահ եմ ձեր պրակտիկայում եւս, երբ ծնողները երեխաներին պատժում են, սաստում են, արգելում են, որպեսզի երեխաները տան համապատասխան հարցեր։ Էլ չեմ ասում հետագայում դեռահասային շրջան, դա բոլորովին այլ թեմա է, իր բոլոր հետևանքներով դեռահասային շրջանի։ Հենց այս շրջանում եւ ուզում եմ, որպեսզի ծնողները հատկապես ֆիքսեն այս պահը, որ դա նորմալ է եւ երեխային պետք չի ճնշել, պետք չի պատժել առավել եւս բռունցքների միջոցով։ Ինչպես պետք է ծնողը արձագանքի, խոսքը իհարկե այն նորմալ արձագանքի մասին է, որը պետք է հենց երեխային։ Ուրիշ ջան, շատ կարևոր հարց եք այս պահին դուք բարձրաձայնում։ Ամենակարևորը ծնողը ընդունի, որ երեխան վաղ թե ուշ ունենալու է ցանկություն եւ ունենալու է հարցեր եւ կարևորը լինի բաց երեխայի հարցերի համար։ Այս հարցերը չեն անհետանալու, եթե դուք խիստ եք, քննադատ եք, չէ, երեխան այլ միջոցներով է իր հարցերի պատասխանը ստանալու։ Ամենաառաջինը ընդունել, որ նորմալ է, երեխան զարգանում է եւ ումից ստանա ինֆորմացիա, եթե ոչ իր ծնողից։ Ուզում եմ այս ինֆորմացիայի տրամադրումը դիտարկենք հետևյալ տեսանկյունից, երեխաները երբ որ սկսում են հավելյալ սնուցում, ծնողները նախապատրաստվում են, կարդում են, ինչ որ սննդամթերքներ են ընտրում, կերակրմանաթոռ են ընտրում ու երեխային տալիս են ազատություն կամ օգնում են կամ երեխան ինքնուրույն է սնվում։ Սննդի հարցում մենք երեխային աջակցում ենք, բայց պարզվում է մեկ այլ կարևոր ֆիզիոլոգիական զարգացման հարցում դա սեռական օրգանների ճանաչումն է, խնամքն է։ Մենք ոչ միայն երեխային չենք օգնում, այլև տաբու ենք համարում եւ փակում ենք թեման եւ վնասում ենք։ Ոստի առաջինը, սիրելի ծնողներ ջան, ընդունենք, որ վաղ թե ուշ մեր երեխան այդ հարցերը բարձրաձայնելու է։ Եթե չենք հասցրել կրթվել, իրազեկվել, լուսավորվել, մի հատ փորձենք մեդիան ուսումնասիրենք, վերջապես ChatGPT-ին կարող ենք հարցեր տալ, ինչ անենք, ընդունումից բացի, երբ որ երեխան հարցեր է տալիս,
առանց սուր էմոցիայի եւ վանկարկելու ուղղակի հարցին պատասխանել նենց ոնց որ կարող է երեխան հարցնել մամա, որ ես ուտում եմ ու կուլ եմ տալիս։ Հաճախ երեխաները կհարցնեն, բա այդ ուր ա գնում, միանգամից իմ փորիկի մեջ է հայտնվում։ Ու մենք կարող է բացատրենք, որ ինչքան մեր կենսաբանության գիտելիքները ներում է, որ կերակրափող կա, սնունդը հետո ստամոքսում է մարսվում, հետո աղիններ ինչ որ մի բան տալիս ենք, չէ, ինֆորմացիա։ Նույն ձև առանց էմոցիոնալության ինֆորմացիա տալ սեռական օրգանների մասին եւ կարևոր մի բան, եթե երեխայի հարցը կոնկրետ է եղել, շատ առաջել չընկնենք։ Շատ կարևոր է երեխայի հարցին պատասխանել, իմանալով հանդերձ չափի զգացում ունենանք, որ այո, երեխան առաջիկայում հնարավոր է ուրիշ բաներ նաև հարցնի, պլյուս նաև մենք օգնում ենք, որ երեխան իրեն խնամի, իմանա ինչպես պետք է հիգիենա ապահովի եւ նաեւ ծնողների ու տան անդամների միակարծիք լինելն է այս հարցում կարեւոր, որովհետեւ երբեմն լինում է երիտասարդ ծնողները, օրինակ մի կողմը համաձայն է, մի կողմը չէ, տան մեծերը լրիվ այլ ձև են արձագանքում, երեխայի մոտ այդ տարակարծությունը չբարձրացնել եւ մեղքի զգացում ու անորոշության զգացում չառաջացնել, որ ոնց որ թե վտանգավոր ու լուրջ բանի մասին է խոսքը գնում, այլ ոչ թե մեր մարմնի հատվածի մասին։ Մարիամ, ինչպես անվանել կամ պետք է արդյոք անվանել սեռական օրգանները։ Մի մասը նախընտրում է ոչինչ չանել, մի մասը կարծիք կա, որ բժշկական տերմիններով կարելի է սահմանափակվել, իսկ մի մեծ մաս բնականաբար օգտագործում է այն ավանդական, փաղաքշական տերմինաբանությունը, որը բոլորիս ծանոթ է եւ շատ դեպքերում իհարկե հենց դառնում է, այսպես ասած, ուղեցուցային հենց մեկնարկը, ինչից եւ սկսվում է կարելի ասել ճակերտավոր սեռական դաստիարակությունը։ Օրես ջան, թեև գիտական գրականության մեջ ու սեռակրթության որպես ինֆորմատիվ նյութերում ասվում է, որ այո, չխուսափենք ուղիղ սեռական օրգաններին տալու այն անունը, որը ընդունված է, բայց եթե ծնողը կաշկանդվում է նույնիսկ իր եւ իր մարմնի հետ ունեցած հարաբերություններում այդ անվանումը տալ հանգիստ, ինչպես օրինակ կարող է ասել ականջ կամ քիթ, ապա շատ դժվար է լինելու այս ծնողին ասել քո բալիկի հետ խոսա այդ բառերով, որպեսզի լինի ավելի իրական, թեկուզ եւ այդ փաղաքշական բառերով, բայց չխուսափենք ինֆորմացիա տալուց ու կարանք նաեւ դրա համապատասխան ֆիզիոլոգիական անվանումը ասենք, որ բալես, էս ինչը սենց է, բայց իմացի, որ սենց են իրականում անվանում։ Մենք չխուսափենք այս բառերից։ Ինչու չեմ ուզում արհեստական լինի, որտեվ երբ որ արհեստական է, ծնողը լարված է լինում։ Ուստի եթե դա ձեր լեքսիկոնում լեզվամտածողության մեջ կա, որ դուք ձեր մարմնի հետ ունեցած հարաբերություններում կարող եք ուղիղ անվանել, օքեյ, նույն բառերով երեխային բացատրեք։ Թույլ տվեք, այս դեպքում մի բան էլ հավելեմ, զուտ ելնելով մեր պրակտիկայից։ Շատ ծնողներ, թե տղամարդիկ, թե կանայք, ցավոք սրտի իհարկե, չգիտեն սեռական օրգանների գիտական բժշկական անվանումները կամ կոչում են, երբ որ գալիս են կոնսուլտացիայի, այնպես ինչպես իրենք լսել են, ինչպես գիտեն, կամ էլ հորինում են ինչ-որ պայմանական անվանումներ։ Դրա համար իհարկե ծնողի համար բարդ է լինելու, որովհետև ինքն իր մարմնի, իր սեռական օրգանների հետ այդքան էլ հաշտ չի հատկապես լեզվաշինական, լեզվատերմինաբանական առումով, որ մնաց երեխային փորձի ճիշտը սովորեցնել, այսինքն այստեղ պետք է ծնողը նաև սկսի հենց իրենից, կամ էլ ինչպես որ դուք ասեցիք, տվյալ դեպքում փորձի գոնե ինչ որ մի ձևով այդ հարցը լուծի։ Շատ կարևոր բան եք դուք ասում, Վրեժ ջան, մենք անունների հանդեպ ունենք դիրքորոշում, ու այդ դիրքորոշումը պայմանավորում է մեր էմոցիան ու վարքը։ Բայց երբ որ դիրքորոշումը փոխենք, որ սա մեր մարմնի մի հատվածն է, եւ սեռական օրգանի անուն տալը բարոյականության, բարոյական արժեքների հետ ընդհանրապես կապ չունի։ Բացարձակ։ Ընդհանրապես, որովհետեւ շատ մի տեսակ ոնց որ սեռականացված է լինում որոշ բարոյական նորմեր, ուստի առաջին տարանջատումը պետք է տալ, որ հա կա բժշկական անվանում եւ այդ բժշկական անվանումը
որևէ ձևով կապ չունի այլ արժեքների եւ բարոյական նորմերի հետ։ Բայց կարևոր կետ ասացիք, որ երբեմն անձը հասուն ինքը իր հետ, իր մարմնի հետ հարաբերություններում նույնիսկ չի կարողանում այդ անվանումը տալ։ Ոստի խնդրանք ունեմ մեզ լսելուց հետո նաև, երբ որ կգուգլեք կամ կկարդաք, նախ չխուսափենք երեխաների հարցերին պատասխանելուց, եւ երկրորդ փորձենք նաև հոմանիշ բժշկական անվանումը տանք, բայց ուզում եմ մի բան ասեմ, Վրեժ ջան, որ երբեմն շատ քիչ դեպքերում, բայց իմ թերապևտիկ պրակտիկայում ունեցել եմ кейսեր, երբ որ ծնողը մտածելով, որ ինքը լայնախոհ է, առաջադեմ է եւ ավելի շատ ինֆորմացիա է տվել երեխային, քան պետք է տվյալ տարիքում։ Որը բացարձակ պետք չէ։ Որը բացարձակ պետք չէր, որովհետև այո ռիսկ է լինում, որ երեխան հնարավոր է կենտրոնանա, երեխան հնարավոր է տագնապներ ունենա, ուստի շատ ավելի լավ ցուցիչ է, որ երեխայի հետ կա ակտիվ շփում, որոշակի հարց է տալիս եւ դու հարցի շրջանակներում ես փորձում պատասխանես։ Ինչ անել, եթե ընդհանրապես հարցեր չի տալիս։ Կան ֆիզիոլոգիային վերաբերվող գրքեր, շատ պատկերավոր։ Եվ այս պատկերավոր գրքերում ոչ միայն սեռական օրգաններին են անդրադառնում, այլև ընդհանուր մարմնի կառուցվածքին, ֆիզիոլոգիային գոնե նման ձևով ընդհանուր ինֆորմացիա տալ, փորձել համատեղ նայել, թերթել, սա եւս միջոց է հասկանալ ինչա կատարվում երեխայի գլխում, նույնիսկ եթե չի բարձրաձայնում։ Մարիամ մեզանում գերիշխում է, այսպես ասած, հայկական տարբերակը սեռական դաստիարակության, որը հղի է մի շարք բացասական հետևանքներով, դրա մասին մենք խոսենք, այն է չափազանց ընդգծված փաղաքշանքների, շոյանքների դրսևորումը երեխաների սեռական օրգանների հատվածում, հայկական են ուտեմ են քո ուտեմ ու գնաց դրա բոլոր դրսևորումներով, մարմնասեղմումներով, կսմթոցներով եւ այլն։ Մենք այստեղ գործ ունենք արդեն անձնական սահմանների հետ։ Ինչպես բացատրել եւ ծնողին եւ երեխային, որ գոյություն ունի անձնական տարածք, անձնական սահման, որը երբեք չի կարելի անցնել, որովհետեւ շատ դեպքերում, երբ մենք գործ ենք ունենում արդեն իսկ ձևավորված այդ սեռական դաստիարակության դրսևորումների հետ եւ երբ որ ասում ես որպես թեկուզ մասնագետ ծնողները կամ թեկուզ տատիկ-պապիկները շատ ցավագին են ընդունում, որտեղ այդ մեթոդաբանությունը արատավոր ցավոք սրտի փոխանցվում է սերնդեսերունդ եւ ունենում է իր հետևանքները։ Կարևոր հարց եք այս պահին բարձրաձայնում Վրեժ ջան, որ շատ հաճախ երեխային սիրելը ենթադրում է, որ այո, պետք է չափից շատ պաճպճել, ընդհանուր սեռական օրգաններ, շրթունքներ, ու սա նույնիսկ նորածնային տարիքից է սկսում, ու երբ որ երեխան մեծանում է, մի տեսակ երեխան չի ունենում իր անձնական սահմանները, բայց կարևոր է երեխային բացատրել ու ուղիղ ասել, որ գիտես, բալես, եթե քեզ հաճելի չի, դու չես ուզում X բարեկամը քեզ գրկի, օքեյ է ասել, չէ, չեմ ուզում։ Մենք հակառակն ենք ասում, երբ որ երեխան չի մոտենում, ասում ենք չհարգեցիր, մոտ չկար, մի հատ թուշդ դեմ չտվեցիր, քեզ չպաչեց։ Արդյունքում մենք հոգեբանություն ենք ձևավորում, ենթարկվող չարտահայտվող ու նույնիսկ եթե տհաճա չբարձրաձայնող ու լրիվ այլ իրավիճակներում, երբ որ երեխային ռիսկ կա սեռական ֆիզիոլոգիական առումով, ուղղակիորեն անձը հոգեբանորեն չի կարողանում պաշտպանել իր սահմանները, բայց երբեմն նույն այդ մեծահասակը իր իսկ սահմանները չի կարողանում դնել, ուր մնաց թե երեխայի։ Էլի եմ ասում, որ առաջինը դա ընդունումն է եւ գիտակցումը, որ երեխան ինչքան էլ իմ երեխան է եւ իմ գերդաստանի եւ իմ անունի կրողը, ինքը առանձին անհատ է, ունի իր սահմանները, ես պատասխանատու եմ իր պաշտպանության, խնամքի, դաստիարակության համար, բայց միևնույն ժամանակ եւ ես պետք է սահման դնեմ, օրինակ մեծերին ասելով, որ խնդրում եմ, պետք չի այդ անել, եւ երեխային այդ մեսիջը ըստ անհրաժեշտության իրավիճակի տալով, որ դա քոնն է։ Գիտեք ինչ իրավիճակներում կարա սահմանների արկայությունը դրսևորվի, օրինակ պարտեզ երբ որ երեխան գնում է, ես ինքս ծնող եմ երկու բալիկների եւ նույնիսկ իմ տղայից պատմություններ լսել եմ, որ գիտես, մամ, մենք նայում էինք կամ մեզ էին նայում ու բոլոր ընտանիքներում այս թեմաները կարող է լինել։ Կարևոր է հիշենք, որ սա նորմալ է, երեխաները իրար ուսումնասիրելու են, բայց այստեղ եւս պետքա խոսել սահմանների մասին, որ բալես գիտես, հա կարողա տեսել ես հետաքրքիր է, բայց պետք չի ձեռք տալ։
երբ որ քեզ են ձեռք տալի, պետք է ասել չէ, ստոպ, չթողնել, պլյուս ասել, որ հա, կարա հետաքրքիր լինի, կարողա միգուցե դուր ա եկել, կախված երեխայի հետ խոսակցության բնույթից, բայց երբ որ մենք մերժում ենք, իսկ մենք հաճախ մերժում ենք, որ չկա նման բան, կարիք չկա, մենք փչացնում ենք ազգին, սևեռում ենք այլ ուղղությամբ, այդ երևույթները գնում են, զարգանում են, նույնիսկ 20, 30, 50 ինչքան հետ գնանք, ինչքան թերապևտիկ պատմություն ունեցել եմ, մարդիկ իրենց մանկությանը անդրադարձանելով հիշում են իրավիճակներ, որ X բարեկամը գրկում եւ շոյում էր, կարա հետին միտք չլինի, իրոք ուղղակի երեխային սիրի, բայց դա երեխայի մոտ ունենա ֆիզիոլոգիական արձագանք։ Հետագայում իրենց բարդություններով։ Ոստի կարևոր է երեխայի հետ խոսքի ընթացքում, երբ որ լինում է դեպքեր, ասել, որ կարաս ասես չէ։ Պլյուս, եթե ձեր երեխան հարցեր չի տալիս, միշտ չի, որ սա ամենալավ տարբերակն է ու պետք է ուրախ ու հանգիստ լինենք, որ իմ երեխուն չի հետաքրքրում։ Միշտ չի, որ երեխաները բարձրաձայնում են, կախված է ծնողի հետ ունեցած էմոցիոնալ հարաբերություններից, եթե ծնողը ապահով գոտի է, եթե երեխան գիտի, որ ծնողը պատրաստ է իրեն լսել աջակցել, ավելի բաց է եւ արտահայտվում է։ Եվ եթե չի բարձրաձայնում երեխան, հա, որոշ դեպքերում հնարավոր է այդ երեխային այդ թեմաները չեն առնչվել, բայց մեծամասամբ միգուցե երեխան այլ աղբյուրներից է իր հետաքրքրությունը բավարարում, որը ավելի վտանգավոր կլինի։ Բակում լսածը, հեռախոսում տեսածը եւ դպրոցահասակ երեխաները որպես կանոն արդեն ունեն սմարթֆոններ։ Եվ հաճախ հենց այդ դեպքերին էլ մենք բախվում ենք, երբ արդեն ծնողի լռությունը կամ կապի բացակայությունը բերում է նրան, որ երեխան իրեն հուզող հարցերի պատասխանները գտնում է այլ ավելի վտանգավոր անհուսալի աղբյուրներում։ Եվ նույն վիդեոնյութերի դիտումը սեռական բնույթի շատ ավելի վատ հետևանք է ունենում երեխայի վրա, երբ որ երեխան չի հասկանում ինչ է կատարվում, բայց ինքը այդ ամենը տեսնում է, չափից շուտ եւ շատ ավելի ինֆորմացիա է ստանում, փոխարենը ծնողը լիներ իր մոտ եւ որոշակի ինֆորմացիա տար։ Եվ բերում է վաղաժամ սեռական զարթոնքի։ Այո, եւ վաղաժամ զարթոնքի եւ նաեւ հնարավոր է վախ, տագնապ, լարվածություն առաջացնի եւ այդպես շարունակ ամենատարածված հարցը դա երևի թե որտեղից եմ ես ծնվել մամա։ Նամանավանդ եթե ընտանիքում կա երեխա եւ այլ բալիկներ են պլանավորվում կամ հարևան բարեկամներն են երեխաները ունենում, սա եւս հարց է, որը քննարկման չի դրվում եւ մենք հաճախ խուսափում ենք։ Սեռական դաստիարակության բաց թողումները ժամանակի ընթացքում կարող են առաջացնել սեռական խանգարումներ։ Տուժում է տղամարդու եւ կնոջ սեռական առողջությունը բոլոր սեռական խնդիրների տեսքով։ Առաջին հերթին իհարկե կարող է նվազել լիբիդոն, հետո նաև պոտենցիան։ Իհարկե սա շտկելի է, բայց առաջին հերթին պետք է կարգավորել ինֆորմացիայի բնույթը, որից հետո արդեն վերականգնել տուժած ֆունկցիան։ Այս հարցում օգնության կարող է հասնել Bonfarm ընկերության մեգապոտենցին լոնգ բուսական հավելումը։ Մեգապոտենցին լոնգը բացառապես բուսական է, համալրված վիտամիններով եւ միներալներով, ինչը ավելի արդյունավետ է դարձնում բուժումը։ Բուժման ժամանակ միներալներն ու վիտամինները ընդունվում են առանձին, քանի որ տուփի մեջ դրանք առանձնացված են։ Մեգապոտենցին լոնգը ունի առավելություն այն առումով, որ չի առաջացնում կախյալություն, ինչը շատ տղամարդկանց համար ավելի նախընտրելի է, հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներով տղամարդիկ կարող են հրաժարվել քիմիական խթանիչներից։ Մեգապոտենցին լոնգը ունի նաև առավելություն, բուժման սկզբնական ժամանակահատվածում պացիենտները արդեն իսկ նկատում են դրական արդյունք։ Մարիամ 5-ից 7-8 տարեկան երեխաները հաճախ խաղում են դերային խաղեր, բժիշկ եւ այլն։ Եվ շատ դեպքերում իհարկե ծնողները, երբ նկատում են, որ երեխան օրինակ ուսումնասիրում է, հետաքրքրված է հակառակ սեռի մարմնի կառուցվածքով սեռական օրգաններով, կամ թեկուզ եւ նկատում է խաղը, սկսում են պատժել կամ ագրեսիվ ռեակցիա են ցուցաբերում։ Ինչ անել նման դեպքում, ինչպես մոտենալ հարցին։ Ամենաառաջինը ֆիքսենք, որ մենք էլ ենք ժամանակին երեխա եղել եւ նույնիսկ եթե չենք հիշում մենք ինչ խաղեր ենք խաղացել
եւ ինչ բնույթի են եղել այդ խաղերը, հավանաբար մեզ էլ է հետաքրքիր եղել մեր ընկերների մարմինը եւ կառուցվածքը։ Այսինքն երևույթին մոտենալ որպես նորմալ, որ խաղերի ընթացքում մամա-պապա խաղեր կլինի, բժիշկ կլինի, երեխաները իրար ուսումնասիրում են թե հոգեբանական դաշտում ով ոնց է արձագանքում, թե նաեւ ֆիզիոլոգիական դաշտում։ Նախ, եթե նկատում ենք, որ երեխաները միգուցե չափից շատ են իրար սահման հատում, տվյալ պահին ուղղակի առանց ավելորդ ագրեսիայի դադար տալ, փորձեր շեղել, օրինակ բացատրել, որ գիտես, պետք չի օրինակ ուրիշի ներքնաշորը իջացնել, բայց շատ կարևոր է այստեղ ավելորդ էմոցիոնալության բացակայությունը, որտեղ երեխաների համար կարող է դա լինի ուղղակի ոչ այդքան կարևոր իրավիճակ, բայց երբ որ ծնողը շատ ավելի ագրեսիվ է լինում, վստահաբար մեղքի զգացում է առաջացնում ու մի տեսակ նաև գերկարևորություն է տալիս այդ process-ին ու երեխան ուզի թե չուզի գալիս է ու հետ է վերադառնում։ Կարևոր է ծնողի արձագանքը, կարևոր է երեխայի հետ առանձին խոսել ու նաև այդ բանին ասել, որ երեխեք իրար հանդեպ պետք է հնարավորինս օրինակ լինել սահմանով, բայց առանց ավելորդ էմոցիոնալության։ Մարիամ, ծնողների համար մի ցավոտ հարց կա, որ հաճախ երեխաները տալիս են հատկապես այդ տարիքում։ Մամ, որտեղից եմ ես լույսաշխարհ եկել կամ ինչպես եմ ես ծնվել։ Ինչպես պատասխանի ծնողը, որպեսզի պահպանի այն չափի զգացումը, որը պետք է երեխային չվնասելու, ավելորդ հետաքրքրություն չառաջացնելու, ավելորդ սեռական գունավորում չտալու համար եւ միևնույն ժամանակ իհարկե արագիլների ու կաղամբի մեթոդներին չդիմելու համար։ Եթե թույլ կտակ Վրեժյան, այստեղ ես կուզեի կիսվեմ իմ մամայական փորձով, ավելի հետաքրքիր, որտեղ ես կիրառել եմ բնականաբար իմ ունեցած հոգեբանական գիտելիքները ու նաև շատ հետազոտել եմ, թե ոնց կլինի ճիշտ երեխայի այդ հարցին պատասխանել։ Տղաս, երբ որ 3-4 տարեկան էր, հարցնում էր, որ երբ որ մեծ փորիկով կին էր տեսնում, մամա, ինչու է փորիկը մեծ իրա։ Եվ այդ հարցին ես ասում եի, որ բալիկ կա փորիկի մեջ։ Սրանով պատասխանը վերջանում էր, այսինքն երեխան ավել հարցեր չէ տալիս, բա փորիկի մեջ որտեղից է առաջացել երեխան։ Ուստի սկզբում կարևոր է չխաբել երեխային, որ երբ որ տեսնում ենք մենք հղի կնոջ, օրինակ ասում ենք ջուր է շատ խմել, ժամանակին ասում ենք ձմերուկ է շատ կերել, ոչ իրատեսական բաներ չասել, ես իրական кейս ունեմ, որ ծնողը դիմել էր գանգատով, երեխային նման պատասխան էին տվել, երեխան վախենում էր կոնկրետ սնունդ ընդունել կամ շատ ջուր խմել, որտեղ ասում էր իմ փորը կմեծանա, որտեղ X մարդը մեծ փորիկով ման է գալիս։ Ուստի ուղիղ պատասխանել, որ փորիկի մեջ բալիկ է։ Հետո առաջ են գնում, մոտավորապես 5-6 տարեկանում երեխաները սկսում են հարցնել օրինակ, բա փորիկից բալիկը ոնց է դուրս գալիս։ Բա այս փուլից հետո հնարավոր է հարցնեն ոնց է փորիկի մեջ հայտնվել։ Այստեղ չտանք են հին տարբերակները բոլորիս հայտնի, որ քեզ ինչ-որ վայրից են գտել, մի տեսակ լքվածության սխեմա ենք ստեղծում, որ երեխային ասում ենք դու ինչ-որ տեղ էիր, քեզ կամ կենթանի բերեց կամ քեզ գտել եմ։ Իրոք մարդիկ հետագայում երեխաները մեծանալով այս լքվածության զգացումը ու սխեման կարող են ունենալ, որ իրենք պիտանի չէին ու ծնողները իրենց համար մեծ գործ արեցին, որ իրենց բերել ու պահել են։ Չէ, պատասխանել, որ օրինակ տարբերակներ շատ ավելի նուրբ ու հեշտ է, երբ որ ասում ենք գնում ես հիվանդանոց, օրինակ մամային տանում են հիվանդանոց եւ փորիկից երեխային հանում են։ Ուշադրություն, երեխան հնարավոր է չհարցնի ինչ միջոցով։ Կեսարյան հատումների մասին բոլորս գիտենք, երեխայի տարիքից ելնելով, հա, լինում է, որ ասում ենք դե փորիկ օրինակ բժիշկը բացում է եւ բալիկին հանում են։ Լինում է հարցնում է, բա չի ցավում, այստեղ պատասխանում ենք դե բժիշկներ օրինակ ցավա զրկում են։ Կարող է մի քիչ ցավա, բայց երեխան այնքան սպասված է, բոլորը ուրախ են լինում, որ ծնվում է մարդ կամ դու որ ծնվել ես այնքան ուրախ էինք, ու այդ ցավը մեղմանում է։ Եթե հանկարծ երեխան հարցնում է, մամա իսկ հնարավոր չի, որ այլ միջոցով ծնվի կամ խաղերի ժամանակ, երբ որ վիդեոնյութեր են դիտում երեխաները, լինում է, որ կարող է տեսնել բնական ծննդաբերության process կամ կարող է ինչ-որ մեկը ասի, որ փորիկից չեն կտրեհանել, ուրիշ ձև են եղել։ Ուղղակի պետք է ֆիզիոլոգիական բացատրել, որ հա, ոնց է, որ մենք օրինակ գնում ենք զուգարան եւ մեր կերած սննդի արտաթորանքը դուրս է գալիս կամ միզում ենք, նույն ձև փորիկից կա որոշակի անցք, որ բալիկը դուրս է գալիս։ Հիմա նայեք, մենք փորձեցինք պարզ բառեր ընտրենք, որպեսզի երեխան իմանա որտեղից է հայտնվում երեխան։ Մեկ այլ հարց է,
ու իմ տղան եւս այդ փուլին եկավ, որ ասեց՝ «Բլավ, որտեղից է փորի մեջ հայտնվում երեխան»։ Եվ իմ տարբերակը հետաքրքիր, որ ասեցի, երբ որ ծնողները կամ մարդիկ իրար սիրում են, իրար հետ ապրում են, մամայի փորիկի մեջ բջիջիկ կա, պապայի փորիկի բջիջիկից էլ միանում է ու բալիկ է դառնում։ Դեռևս չի հարցրել պապայի փորիկից բջիջիկը ոնց է անցնում մամայի փորիկ։ Այդ տարիքի համար լիովին։ Այդ տարիքի համար լիովին մենք գիտեք ինչ ենք վախենում պատասխանել, որովհետև ասում ենք բա հետո հիմա ինքը 4-5 տարեկան է, 6 է, բա հետո արդյոք պետքա բացատրենք բունսերական ակտի ու պրոցեսի մասին, թե չէ։ Իհարկե ոչ, որովհետև երեխայի համար դա անընկալելի է եւ իր աշխարհայացքի եւ պատկերացումների մեջ չի տեղավորվելու։ Ընդհանրապես պետքա երևույթը բացատրել, պարզեցված եւ նաեւ դրական ֆոնով, որ սիրում ենք եւ այդ սիրո արդյունքում ծնվում է բալիկը, նաև այդ մեսեջը տալ, որ մենք քեզ սպասել ենք ու կարելի է մետաֆորիկ նաև բացատրել, բնությունից օրինակներ բերել, որ օրինակ խնձորի սերմը ոնց է, որ խնձորը ուտում ենք, բայց այդ սերմը եթե հողում ցանում ենք, ինքը էլի հնարավոր է ճյուղեր տա, նաև բնությունից կարևոր է մետաֆորներ բերել ու օրինակներով բացատրել, բայց կարևոր է նաև շատ տգեղ, շատ լեքսիկոնային բառեր չօգտագործել ու հնարավորինս պարզ, հանրամատչելի ձևով երեխային բացատրել, հարցին տալ պատասխան, որ երեխան չունենա անորոշության զգացողություն։ Եվ կարծում եմ նաև կարևոր է մի առանձնահատկություն հաշվի առնել։ Երբ որ մենք ծնողը տալիս է պատասխան տվյալ տարիքի համար, օրինակ 1-ից մինչև 4-5, հետո 5-ից մինչև 7-8, այսինքն տալիս է պատասխաններ։ Ինքը կարծես թե փակում է այդ էտապը, որը երեխայի համար ինչ որ մի բանով առանձնանում է իր հարցը պարզելու եւ հարցի պատասխանը գտնելու համար։ Ինչի համար եմ ձեզ ասում, դուք ձեր խոսքում նշեցիք ծնողները մտածում են բա հետո։ Այդ բա հետոները լինում են, եթե չպատասխանես եւ փակես կամ ասես գնա թող պապան ասի, գնա թող տատին ասի, պապին ասի, հեռախոսը ասի եւ այլն։ Դրա համար շատ կարեւոր է, որ տվյալ տարիքի համար գոնե ինչ որ մի հարցով հարցը լուծվի, որպեսզի արդեն այս ճանապարհի որ հասնեն հաջորդ տարիքային խմբին արդեն հարցնի, բա ինչպես եմ հայտնվել այնտեղ կամ ինչպես եմ դուրս եկել եւ արդեն этап առ этап գնանք առաջ։ Եվ այդ դեպքում երեխան արդեն նա ճիշտ էլ կպատկերացնի դա։ Քան թե մոգոնեն տարբեր տեսակի պատմություններ կամ էլ հակառակը երեխային սաստեն կամ պատժեն, թե ինչի ես նման հարցեր տալիս կամ որտեղից ես այդ հարցը լսել ընդհանրապես։ Երեխան հարցնում է, դա բնական հետաքրքրություն է, դա առողջ հետաքրքրություն է եւ պիտի ուրախ լինես, որ որպես ծնող քեզ է հարցնում, այսինքն պետք է փոքր հասակից ստեղծվի այն էմոցիոնալ հուզական կապը ծնող երեխայի, որպեսզի երեխան քեզ հարց տա։ Պետք է մտահոգվես, եթե քեզ հարց չի տալիս, նշանակում է դու չես ստեղծել այն հուզական կապը երեխայի հետ, որպեսզի երեխան քեզ վստահի։ Դա էլ արդեն մտահոգվելու առիթ է տալիս։ Շատ ճիշտ ու կարևոր բան եք ասում ու վերջում կուզեմ մի փոքր հումորային դրվագ պատմեմ, երբ որ ես հիվանդանոց էի գնացել ու իմ երկրորդ բալիկա աղջիկս պետքա ծնվեր, տուն եկանք, իմ տղան արդեն գրեթե 7 տարեկան կլիներ 2 ամսից, վազելով մոտեցավ ինձ, ասեց՝ «Մամա, տատիկը ասում էր, որ դու գնացել ես իմ համար քուրիկ գնես բերես, բայց ինքը տեղյակ չի, որ փորիկից են քո բալիկին հանում, ու իմ քուրիկը քո փորիկի մեջ է, մամա, ես իրան ասել եմ, որ փորիկիդ մեջ է, ու դու հիվանդանոց ես գնացել»։ Այստեղ շատ կարևոր է հիշենք, որ երեխաները իրականում շատ օքեյ են հաշտ են այս թեմայի մեջ ու պետք չի իրենց խաբել, այլ ինֆորմացիա ասել։ Սա նորմալ բնական ֆիզիոլոգիական պրոցես է, ու կարելի է երեխաներին տարիքի համապատասխան բացատրել ու հետաքրքրությունը նաև բավարարել առաջ չվազելով։ Մարիամ, ամփոփելով իհարկե կուզենայի, որպեսզի մենք որպես վերջաբան մեր դիտողներին ասենք, որ սա ոչ թե ցանկության հարց է, կուզեք, թե չեք ուզի զրուցել սեռական դաստիարակության մասին, այլ սա անհրաժեշտություն է։ Սա ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, որը խիստ կարևոր է, որովհետև եթե այսօր ծնողը լռի, չխոսի, վաղը մենք գործ ենք ունենալու դրա դառը պտուղների հետ։ Հոգեբանական խնդիրների տեսքով, սեռական խանգարումների տեսքով եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե կուզենայի նաեւ ձեր կարծիքը լսել,
քանի որ վստահ եմ այս թեման շատերին է հետաքրքրում։ Շատ կարևոր է, որ ծնողները ոչ միայն չխուսափեն, այլև իրենք վերցնեն նախաձեռնություն երեխաներին տարիքին համապատասխան տալու ինֆորմացիա իրենց մարմնի, սեռական օրգանների, խնամքի, նաև սահմանների մասին, այլապես հասուն տարիքում, դեռահասության ժամանակ ունենում են շատ ավելի բարդ խնդիրներ, որովհետև ծնող-երեխա հարաբերություններում կարևոր բաց է տեղի ունեցել։ Ծնողը մտածել է կարևոր չէ եւ երեխան կոմֆորտ չի զգացել բարձրաձայնի։ Անպայման ձեր երեխաներին օգնեք տալով ինֆորմացիա։ Մարիամ, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր, բովանդակալից եւ կարևոր զրույցի համար։ Համոզված եմ մեր հաղորդումը դիտելուց հետո շատ ծնողներ կգտնեն այն հարցերի պատասխանները, որոնք երկար փնտրում էին։ Շնորհակալություն։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու եւ վստահելու համար։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր ակտիվությունը։ Իսկ այժմ հարցը։ Բժիշկ ջան, հաճախ լսում ենք, որ կանանց համար դաշտանի օրերին սեռական հարաբերությունը կարող է թե հաճելի լինել, թե հակառակը, խնդիրներ ստեղծել։ Ճիշտ է, որ այս օրերին սեքսը ավելի ուժեղ հաճույք է տալիս կանանց, իսկ տղամարդկանց համար անվտանգ է, թե հնարավոր են խնդիրներ առաջանան։ Բժշկական ցուցումների համաձայն դաշտանի օրերին սեռական հարաբերությունները ցանկալի չեն, եւ դա ունի իր པարզ բացատրությունը։ Նախ դաշտանի օրերին օրգանիզմը հանգստանալու կարիք ունի։ Բացի այդ, մենք պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դաշտանի օրերին տեղի ունենում արյունային արտադրություն։ Իսկ արյունը նպաստավոր պայման է հատկապես բորբոքային գործընթացների, ինչու չէ նաև ինֆեկցիաների զարգացման համար։ Հետևաբար, հենց այդ իսկ նկատառումներից ելնելով դաշտանի օրերին սեռական հարաբերությունները ցանկալի չեն։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ օրերին արգանդի վզիկի բացվածքը բավականին ավելի լայն է, ինչը նպաստավոր պայման է ստեղծում բորբոքային procesների եւ սեռավարակների զարգացման համար։ Թեև կա տեսակետ, որ այդ օրերին կնոջ սեռական ցանկությունը բավականին բարձր է, ինչը ունի նաեւ իր գիտական հիմնավորումը, որովհետեւ այո, որոշ հորմոններ այդ օրերին ավելի բարձր են, ինչը կնոջ մոտ առաջացնում է սեռական ակտիվություն։ Ոմանք անտեսում են նշված գործոնները եւ դաշտանի օրերին ունենում են հարաբերություն եւ այս դեպքում ես պարտավոր եմ զգուշացնել, որ խնդիրներ կարող են առաջանալ եւ ունենալու դեպքում պարտադիր իհարկե պաշտպանվեն, օգտագործեն պահպանակ հետագա բարդություններից խուսափելու համար։ Շատ դեպքերում այդ հարաբերություններից հետո կարող են առաջանալ խնդիրներ, մասնավորապես տղամարդու մոտ կարող է առաջանալ քոր կամ կարմրություն, որը ժամանակի ընթացքում նաև կարող է առաջացնել այլ տեսակի սեռական խնդիրներ, մասնավորապես պոտենցիայի հետ կապված։ Բացի այդ, կնոջ մոտ նույնպես կարող են առաջանալ տարբեր տեսակի խնդիրներ, առավել եւս եթե հարաբերությունը եղել է չպաշտպանված եւ տեղի ունեցել հենց դաշտանի օրերին։ Շատերն են հարցնում, թե այդ օրերին հնարավոր է հղիանալ, թե ոչ։ Տեսականորեն ոչ, քանի որ այդ օրերին ձվաբջիջը արդեն պատյանից դուրս է եկել եւ հղիանալու հավանականությունը հավասարվում է 0-ի, բայց սխալ հաշվարկների պարագայում, երբ ճիշտ չեն կատարվում ամսվա կտրվածքով նպաստավոր եւ ոչ նպաստավոր օրերի հաշվարկները, կարող է նկատվել հղիություն, ինչը եւ մենք տեսնում ենք պրակտիկայում։ Խնդիրները կնոջ մոտ նույնպես կարող են առաջանալ բորբոքումների տեսքով, տհաճ զգացողությունների, կարող է նկատվել ցավ սեռական հարաբերության ժամանակ, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, դաշտանի ժամանակ կնոջ օրգանիզմը կարիք ունի լիարժեք հանգստի։ Պետք է նաեւ նշել, որ դաշտանի օրերին սննդակարգից ցանկալի է բացառել կծու, թթու սնունդը, ալկոհոլը, ֆիզիկական ծանր աշխատանքը, որոնք նույնպես կարող են բացասական հետևանք թողնել ընդհանուր առողջության վրա։ Ինչ խնդիրներ կարող են առաջանալ տղամարդու մոտ, այս հարցը նույնպես շատերին է անհանգստացնում։ Առաջինը տուժում է պոտենցիան, որովհետև դաշտանի ժամանակ տեղի ունեցած հարաբերության արդյունքում զարգանում են բորբոքային process-ներ, որոնք բերում են թե պոտենցիայի խանգարմանը, թե կարող է առաջանալ նաև վաղաժամ սերմնաժայթքում։
Այս առումով միշտ պետք է հիշել, որ նման պարագայում մինչև բուժման անցնելը իհարկե անձը պետք է նախ իմանա, որ այդ օրերին հարաբերություն ունենալ ցանկալի չէ, արդեն նշված պատճառները հաշվի առնելով, եւ երկրորդը պարտադիր անցնի հետազոտություն, պարզելու թե ինչ բորբոքման հետ մենք գործ ունենք։ Բորբոքումները ժամանակի ընթացքում ազդում են սեռական օրգանների արյունամատակարարման վրա։ Հասարակության մեջ մինչ օրս տարածված այն կարծիքը, թե անդամի գրգռման հիմքում ընկած է մկանային ակտիվությունը։ Այնինչ այստեղ կարևոր է անոթային առողջությունը, այսինքն պետք է տղամարդը ունենա առողջ անոթներ, որպեսզի դրանք արյունալցվեն եւ անդամը գրգռվի։ Բորբոքման ժամանակ տուժում է հենց այս օղակը, ու բորբոքումը հանգեցնում է նրան, որ սեռական օրգանները ստանում են վատ արյունամատակարարում, ինչի արդյունքում անդամը լիարժեք չի գրգռվում։ Հետո էլ որպես բարդություն առաջանում է վաղաժամ սերմնաժայթքումը։ Բուժումն էլ մենք սկսում ենք իհարկե հենց այստեղից, այսինքն սկզբում պետք է կատարենք հակաբորբոքային բուժում, վերացնենք բորբոքումը, դրանից հետո հանձնենք կոնտրոլ անալիզներ պարզելու անցել է բորբոքումը թե ոչ, եւ որից հետո արդեն անցնենք սեռական ֆունկցիան խթանելու եւ պոտենցիան ու վաղաժամ սերմնաժայթքումը բուժելու։ Այս հարցում իհարկե կարող են օգնել ինչպես բուսական, այնպես էլ քիմիական դեղամիջոցները, որոնք ժամանակի ընթացքում հրաշալիորեն վերականգնում են տղամարդու սեռական առողջությունը։ Տևողությունը եւ դոզավորումը ընտրում է բժիշկը, ելնելով բորբոքման վաղեմությունից եւ բարդությունից։ Տղամարդու սեռական առողջությունը վերականգնելու հարցում կան բազմաթիվ դեղամիջոցներ։ Եվ դրանցից ես կարող եմ առանձնացնել մասնավորապես մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցները։ Տադաֆորտը նախատեսված է պոտենցիան բուժելու համար, դապոքսեցինը վաղաժամ սերմնաժայթքումը բուժելու համար։ Երկուսն էլ ունեն իրենց ցուցումները եւ հակացուցումները։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը ունի բարձր արդյունավետություն, դա նշում են հենց պացիենտները օգտագործման հենց սկզբնական ժամանակահատվածում, եւ այս առումով իհարկե ինքը տարբերվում է նախորդ սերնդի ներկայացուցիչներից, քանի որ ունի սպეციფიկ ընտրողականություն, այսինքն օգտագործման ժամանակ պացիենտները անմիջապես զգում են դրա արդյունավետությունը։ Որն է այս դեղամիջոցի առանձնահատկությունը։ Նա շատ արագ կարգավորում է սեռական օրգանների արյունամատակարարումը, լավացնում է այն եւ դրանով իսկ պոտենցիան շատ շուտ կարգավորվում է։ Դապոքսեցին դեղամիջոցը, ինչպես արդեն նշեցի, նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար, նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Դոզավորումները ընտրում է բժիշկը, կախված խնդրի վաղեմությունից եւ բարդությունից։ Դապոքսեցինը եւս բավականին արդյունավետ է եւ բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում արդեն իսկ տղամարդիկ նկատում են սեռական ակտի տևողության երկարում։ Երկու դեղամիջոցների համատեղ օգտագործումը շատ արագ եւ հրաշալիորեն վերականգնում է տղամարդու սեռական առողջությունը, չէ՞ որ այնտեղ մի անկյունում սիրելի կինը սպասում է իր սիրելի տղամարդու սեռական առողջության արագ վերականգնմանը։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Գտեք մեզ ամեն ուրբաթ ATV-ի եթերում, իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած օր, ցանկացած պահի։ Շնորհակալություն մեր տեսանյութերը դիտելու, տարածելու եւ մեկնաբանելու համար։ Որքան շատ եք տարածում մեր տեսանյութերը, այնքան առողջ է լինում մեր հանրությունը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար ուզում եք լսել։